Ողջույն։ Արմպերիոյի փոդքասթի հերթական հյուրն է բժշկական գիտությունների թեկնածու մանկական ստամատոլոգ Էլեն Բադեյանը։ Էլեն Հայկազվնա, ողջունում եմ ձեզ մեր փոդքասթի եթերում։ Շատ ուրախ ենք, որ ընդունեցիք մեր առաջարկը մեզ հետ զրուցելու։ Առաջին հարցը՝ ինչու հենց մանկական ստամատոլոգ։ Ձեր անցած ճանապարհը։ Ես էլ եմ ուզում ողջունեմ Լավրա ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ինչու մանկական ստամատոլոգ որոշեցի, որովհետև երեխաների հետ շատ հետաքրքիր է աշխատել, զվարճալի է եւ նրանց էմոցիաները շատ անկեղծ են եւ ամեն օր դու փորձում ես հաղթահարել ամեն մի երեխայի հետ մի ինչ-որ դրվագ, որը եւ ադապտացնել երեխային այդ բուժմանը, որը շատ հետաքրքիր է, այդ պատճառով որոշեցի դառնալ մանկական ստամատոլոգ։ Իսկ հոգեբանական գործոնները հաշվի առնելով հաճախ ավելի դժվար է լինում երեխաների հետ աշխատել, քան մեծերի, ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները։ Կան դեպքեր, իրոք, որ շատ դժվար է աշխատել, բայց յուրաքանչյուր երեխայի հետ պետք է գտնել անհատական մոտեցում եւ ամենակարևորը երեխան պետք է վստահի։ Եթե երեխան վստահում է բժշկի, կամաց փոքր քայլերով կարող ենք հաղթահարել եւ ունենանք շատ լավ արդյունք բուժման։ Էլեն Հայկազվնա, հաճախ երեխաները ունենում են վատ փորձ, քանի առաջին անգամ այցելելուց մանկական ստամատոլոգին, քանի որ ինչ-որ ցավի դեպքում է ծնողը բերում մանկական ստամատոլոգի մոտ եւ երեխայի մոտ ինչ-որ վախեր է առաջանում, ցանկություն չի լինում նստել բուժման, ինչպես ծնողը կազմակերպի առաջին այցը մանկական ստամատոլոգին եւ ամենակարևորը երբ։ Շատ ճիշտ հարց է Լավրա ջան, որովհետև մեր հասարակության մեջ շատ վատ է դրված դա, որ երեխային բերում են արդեն ցավերով։ Այլ ցավոք նրանք պետք է գան շատ շուտ, կանխարգելիչ նպատակով։ Առաջի այցը պետք է լինի, երբ որ առաջի ատամը ծկտում է երեխայի մոտ։ Եվ այդ ժամանակ մենք կատարում ենք ուղղակի կանխարգելիչ միջոցառումներ, երեխային գալիս է, ուսումնասիրում է, ինչ է իրենից ներկայացնում կաբինետը, սարքավորումը, գործիքները, ինչ գործիքներ ենք օգտագործում եւ կատարում ենք կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն ֆտորլակ են քսում, տարբեր նյութերով պատում են ատամները, որը շատ անցավ է, զվարճալի է երեխայի համար եւ այդ այցից հետո մնացած այցերը բնականաբար ավելի հեշտ են լինում եւ երեխայի մոտ ֆոբիաներ չեն զարգանում ստամատոլոգի նկատմամբ։ Բայց մեր հասարակության մեջ ընդունված է, որ կաթնատամները պետք չէ բուժել, երեխաներին բերում են ավելի ուշ հասակում, երբ արդեն ունենք ցավեր, գանգատներ եւ այդ դեպքում արդեն պետք է կատարվի անզգայացում եւ լուրջ բուժում է պահանջում եւ առաջի այցը այդ դեպքում բնականաբար շատ ավելի դժվար է լինելու երեխայի մոտ։ Այդ իսկ պատճառով արդեն զարգանում են այդ ֆոբիաները, իսկ եթե մեր ծնողները երեխաներին շատ վաղ հասակից սկսեն բերել, բժիշկ ստամատոլոգը ամեն զննման ժամանակ փոքրիկ կարիոս խոռոչները կհայտնաբերի եւ ավելի հեշտ կկատարի այդ բուժումները։ Հեշտ եւ փոքրիկ միջամտություններ կկատարվի։ Եվ բարդությունները չեն թույլ տա, որ զարգանա եւ ավելի բարդ դեպքերով չեն գա երեխաները բժշկի մոտ։ Այո, միանշանակ։ Եկեք օգնենք ծնողներին, ինչ որ հուշումներ տանք, թե ինչպես է պետք տանը դաստիարակել երեխաներին, քանի որ օրինակ ես հիշում եմ, երբ ուսանող էի եւ մենք մանկական տարիքի երեխաներին էինք ընդունում եւ շատ հաճախ ծնողները ինչ որ սխալ արտահայտություններ էին անում կողքից, վախացնում եւ երեխաները ավելի էին ստրեսի մեջ ընկնում եւ ընդհանրապես չէին թողնում բուժել ատամները։ Ինչպես է պետք տանը պատրաստել երեխային ստամատոլոգի մոտ բերելուց առաջ եւ ամենօրյա ինչ դաստիարակության մեթոդներ կան, ինչպես օգնենք։ Ճիշտ հարց է, Լավրա ջան, երեխային վախեցնել, վախեցնում են, որ այ սենց կանես, քեզ կսրսկեն, այդ տեղից սկսելով արդեն երեխայի մոտ վախ է առաջանում։ Կամ որ գալիս են ստամատոլոգի մոտ, ասում են, այ նստի բժիշկը մի հատ ուղակի կնայի ու կգնանք։ Բայց չէ որ արդեն երեխայի մոտ նրանք եկել են ատամի գիշերային ցավերով եւ բժիշկը պետք է աշխատի։ Արդեն ստացվում է, որ հակասում է ամեն ինչ։ Բժիշկը պետք է կատարի անզգայացում, ցավազրկի եւ կատարի օրինակ նյարդի հեռացում։ Բայց ծնողը ասում է չէ, նստի բժիշկը կնայի կգնանք, այսինքն չի ստացվում։ Դրա համար ծնողը երեխային արդեն մինչև գալը
ատամնաբուժարան պետք է պատրաստի, բացատրի ինչ են գնում, ինչի համար են գնում։ Եթե ատամը ցավում է, պետք է բժիշկը զննի, այնուհետև եթե կարիք կա անզգայացման, այսինքն պետք է ցավազրկի, երեխան այդ ամեն ինչը նրան ինֆորմացիան պետք է տալ, բայց այն ձևով, որ երեխայի համար ավելի դյուրին լինի եւ ավելի հեշտ մատչելի նա հասկանա այդ ամեն ինչը։ Բայց նորից եմ կրկնում, որ ցանկալի է, որ ավելի շուտ բերեն երեխաներին, որ այդ բարդություններով չգան, քանի որ մեր մոտ ավելի շատ գալիս են երեխաներին, բերում են բարդություններով, պերիաստիտներով, պերիադոնտիտներով, որը ավելի բարդ է իհարկե բուժումը կատարել։ Եվ բնականաբար ծնողի փորձն է շատ կարևոր։ Եթե ծնողը երբ գնում է ստոմատոլոգի մոտ եւ երեխային տանում է եւ երեխան տեսնում է այդ առաջի այցը ինչքան կամ քույրիկ եղբայրները երբ որ գնում են ստոմատոլոգի եւ խելոք նստում են, երեխայի փոքր երեխայի համար ավելի հեշտ է լինում։ Նա արդեն պատկերացնում է, թե այդ այցը ինչ ձև է լինելու, կատարվելու բուժումը, այդ փորձը, հա, եւ ծնողը երբ գնում է ստոմատոլոգի մոտ երեխան տեսնում է այդ ոնց է ինքը նստում եւ բուժումը կատարում, դա նրա համար շատ լավ փորձ է լինում հետագայում նորմալ նստելու ստոմատոլոգի մոտ եւ կատարվի նրա ատամների բուժումը։ Եվ մի խնդիր էլ կարծում եմ ունենք, որ հաճախ նույնիսկ չհասկանալով ծնողները երեխաների մոտ իրենց վախերից են խոսում, հա, շատերը ունեն այդ ֆոբիաները եւ երեխաները լսելով իրենց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ իրենք էլ պետք է վախենան կամ դա տհաճ այո, եթե ծնողը վատ փորձով կիսվի տանը, երեխան դա լսի, բնականաբար նրա մոտ է վախ առաջանա, եւ այդ ստոմատոլոգի մոտ այդքան է հաճելի չստացվի։ Էլեն Հայկազմնա շատ ենք խոսում ատամները խոզանակելուց, ինչպես երեխային սովորեցնել ատամները խոզանակել, նախ ով պետք է սովորեցնի եւ ինչպես այդ ատամի խոզանակումը երեխաների համար դարձնել հետաքրքիր եւ զվարճալի սովորություն։ Նախ սկսենք նրանից, թե որ տարիքից երեխաներին պետք է խոզանակել։ Մենք միշտ ասում ենք եւ գրականության մեջ գրված է 5-6 ամսեկանից, այսինքն երբ ծկտում է առաջի կատնատամ ատամը, պետք է մայրիկը կամ հայրիկը ծնողները պետք է սկսեն մաքրել, հետևել, կատարել անհատական հիգիենա։ Ես նախ ուզում եմ իմ փորձով կիսվել, որ տեսել եմ Միացյալ Նահանգներում, երեխան որ ծնվում է, երեխային այդ տարիքից սկսում են արդեն կատարել հիգիենա, բերանի խոռոճի լորձաթաղանթի, կապ չունի, նրանք կրծքով են կերակրվում, թե արհեստական են կերակրվում, թանզիվը թրջած, հա, եռացրած ջրով գոլացված, նրանք կատարում են բերանի խոռոճի լորձաթաղանթի հիգիենա։ Եվ դա դառնում է ծնողի մոտ սովորություն, այսինքն նա երեխան երբ տանում է մանկաբուժի մոտ, այնտեղ զուգահեռ կա ստոմատոլոգ, մանկական ստոմատոլոգ, թե ընդհանուր ստոմատոլոգ, եւ նրանք սովորեցնում են մայրիկին այդ տարիքից սկսել խնամել բերանի խոռոճի կատարել բերանի խոռոճի հիգիենա, լեզվի մաքրում, լորձաթաղանթի մաքրում, դա արդեն վերածվում է նրանց մոտ սովորություն է դա առաջանում եւ արդեն երբ որ ծկտում են ատամները, արդեն հատուկ սիլիկոնային, հա, խոզանակներով, որը հագցնում են մատին, այո, եւ դրանով են արդեն սկսում խոզանակել առաջի կատնատամ ատամները։ Եվ երեխայի մոտ արդեն դա եթե կատարվի ռեգուլյար, կանոնավոր, հա, երեխայի մոտ դա դառնում է արդեն սովորություն եւ վատ չի գնահատվում արդեն, եթե երեխային մեր մոտ ծնողները չգիտեն նույնիսկ որ 5-6 ամսեկանում պետք է մաքրել, ատամները արդեն կատնատամային կծվածքով 2 տարեկանում, 3 տարեկանում նոր են սկսում խոզանակել ատամները։ Եվ արդեն զարգանում են մեր մոտ կարիեսներ եւ այլ խնդիրներ։ Իսկ եթե շուտ սկսենք մաքրել եւ դարձնել դա սովորություն, չէ՞, գիտենք որ եթե մի բանը մենք 21 օր շարունակ ռեգուլյար կատարենք, դա դառնում է արդեն սովորություն, եւ մենք արդեն ամեն օր կարող ենք եւ առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան քնելուց հետո երեխայի համար դա կդառնա արդեն սովորություն, իր կյանքի մի անբաժան մասն է դառնալու։ Իհարկե պետք է նայած կախված տարիքից երեխայի, պետք է փորձել մոտիվացիան, հա, ինչ որ իրենց սիրող մուլտֆիլմ դիտելով, խաղերով, զվարճալի սարքել այդ մաքրումը, որ նրանց գրավի,
Այո։ Որ նրանք իմանան, որ այդ ատամների մաքրումը, օրինակ, իրանք լսելու են 3 րոպե այդ երաժշտությունը եւ կատարելու են ճիշտ ատամների մաքրումը։ Եվ դա կդառնա դա իրենց կյանքի ընթացքում սովորություն եւ բնականաբար ծնողների օրինակը։ Մայրիկը, հայրիկը ռեգուլյար, եթե նրանք լվանում են իրենց մաքրում են ատամները, բնականաբար դա էլ երեխաները միշտ կրկնօրինակում են իրենց ծնողներին եւ դա նույնպես նրանք կդառնա նրանց կյանքի մի անբաժան մասը։ Այո, դա է ուզում ասել, որ կարևոր խնդիր է, որ նույնիսկ շատ մեծեր սխալ են խոզանակում, հա, խոզանակման տեխնիկային չեն տիրապետում, նույնիսկ հաճախ, երբ որ մենք սովորեցնում ենք, հա, ինստրուկտաժ ենք անում մեր պարոդոնտալ պացիենտներին, շատերը նույնիսկ մի քիչ նեղվում են, որ ինչի ես չգիտեմ, ինչպես է պետք խոզանակել, որ դուք ինձ սովորեցնում եք, բայց պետք է շատ գիտակից մոտենալ այդ ամենին եւ հաճախ երեխան տեսնում է, թե ինչպես է խոզանակում ծնողը եւ միգուցե հենց ծնողից էլ սխալ տարբերակ սովորի եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ այցելի մանկական ստոմատոլոգին եւ մանկական ստոմատոլոգը սովորեցնի։ Մանկական ստոմատոլոգը, պարոդոնտոլոգը, պերիոդոնտոլոգը, այո, ովքեր տիրապետում են այդ տեխնիկային, եթե ծնողը ճիշտ չի տիրապետում եւ սխալ սովորեցնի երեխային, ոչ մի արդյունք չի ապարդյուն, այո, գործողություն է ստացվում։ Տեղատներում եւ մարկետներում մեծ ընտրություն ունենք տարբեր ֆիրմաներից, ատամի խոզանակների, մածուկների, թե մեծերի, թե երեխաների համար նախատեսված եւ հաճախ ծնողները ընտրության առաջ են կանգնում եւ ընտրում այն, ինչ իրենց առաջարկում են ուղակի։ Ինչպես ծնողը ճիշտ կատարի ատամի խոզանակի եւ մածուկի ընտրությունը ըստ տարիքային առանձնահատկությունների։ Տարիքային տարբեր խմբերի, տարբեր բրենդեր ունեն տարբեր մածուկներ եւ խոզանակներ։ Մածուկների հետ կապված շատ ճիշտ կլինի, որ բժիշկ մանկական ստոմատոլոգը կամ նրանց ընտանեկան բժիշկը նշանակի ճիշտ ատամնամածուկը, որովհետեւ կախված երեխայի բերանի խոռոչի վիճակից մենք տարբեր մածուկներ ենք նշանակում։ Ծնողը ինքնուրույն չի կարող որոշել, թե ինչ ուղակի ռեկլամային նայելով, գովազդին հետևելով դա ճիշտ չէ, քանի որ եթե երեխայի մոտ ակտիվ կարիոզ պրոցես կա, մենք կնշանակենք հակակարիոզ մածուկներ, որում կան ֆտոր, որը փորձի կանխարգելել մյուս ատամների կարիեսի զարգացումը։ Եթե կան բորբոքային լնդի հետ կապված, մենք կնշանակենք հակաբորբոքային ատամմածուկներ։ Տարբեր խնդիրների դեպքում մենք նշանակում ենք կոնկրետ մածուկներ։ Այդ իսկ պատճառով ճիշտ է, որ բժիշկը նշանակի մածուկները։ Խոզանակների հետ կապված դա պայմանավորված է տարիքային խմբով պայմանավորված։ Եթե երեխան 5-6 ամսական է, մինչև 1-1.5 տարեկան, դրանք արդեն սիլիկոնային խոզանակներ են, որ արդեն նշեցի, որ մատի վրա հագցնում են եւ ծնողը կատարում է այդ խոզանակումը, այո, այնուհետև գալիս են արդեն մինչև 2-ից 4 տարեկան երեխաների համար նախատեսված խոզանակներ, որոնք տարբեր լավ լայն բռնակ ունեն եւ փոքրիկ գլխիկ ունեն, որպեսզի ծնողը այդ տարիքում նույնպես ծնողն է կատարում այդ հիգիենան, մինչև երեխայի մոտ նորմալ զարգանա մելկոմատորիկան, հա, եւ նրանք կարողանան ճիշտ խոզանակել ատամները, զուգահեռ եւ ծնողը եւ երեխան այդ տարիքում կարող է ունենալ երկու խոզանակ, մեկը մայրիկի համար, մեկը իր համար, քանի որ նա ավելի շատ զվարճալի խաղի է վերածում, այո, իսկ մայրիկը հետո լիարժեք կատարում է այդ ամբողջ ատամնափառի հեռացումը։ Այսինքն կներեք 2-ից 4 տարեկան հասակում անպայման ծնողը պետք է վերահսկի խոզանակումը երեխաների։ Լաուրա ջան, այդ տարիքում պետք է վերահսկի եւ պարտադիր երեկոյան մաքրումը մայրիկը պետք է կատարի, որպեսզի իդեալական խոզանակել։ Իսկ 4 տարեկանից հետո 4 տարեկանից բարձր արդեն գլխիկը մեր մոտ փոխվում է, ավելի մեծ չափսի է դառնում, բռնակը ավելի նեղ, քանի որ երեխայի մոտ արդեն զարգանում է այդ հմտությունները եւ նրանք կարող են ճիշտ մաքրել եւ այդ տարիքում պետք է ուզում եմ անպայման նշել, որ օգտագործեն soft, հա, փափուկ մազիկներով խոզանակները, soft կամ extra soft խոզանակներն են օգտագործում։ Այնուհետև արդեն երբ որ ձևավորվում է նրանց այդ մանուալ նավիկները, հա, ձեռքի հմտությունը, այո, նրանք այդ տարիքում արդեն կարող են միջին կոշտության խոզանակներ էլ օգտագործել եւ ճիշտ խոզանակել իր ատամները։ Էլեն Հայկազնավ, միֆ թե իրականություն, որ լնդային խնդիրները առաջանում են միայն մեծահասակների շրջանում։
Իհարկե դա միֆ է, որովհետև դուք էլ գիտեք, ձեր փորձը այդ ասպարեզում մեծ է, որ երեխաների մոտ իհարկե լնդերի բորբոքում առաջանում է, մենք ունենք նույնիսկ կաթնատամային կցվածքում, հա, պրեպուբերտատային գինգիվիտ, այնուհետև հասունացման շրջանում, հա, յուվենիլ գինգիվիտ ունենք, որոնք շատ դժվար են ենթարկվում բուժման, հա, ագրեսիվ պարոդոնտիտների դասին են պատկանում, բնականաբար դա կարող է հանդիպել, իհարկե շատ ցածր տոկոս է կազմում, հա, ագրեսիվ պարոդոնտիտները, բայց լնդային հիվանդությունները իհարկե երեխաների մոտ հանդիպում են։ Էլեն Հայկազունա, եկեք օգնենք, հա, թե ինչպես պետք է ծնողը հասկանա, օրինակ դեռահասային տարիքում, ինչ նշանները կօգնի ծնողին հասկանալ, որ պետք է համապատասխան մասնագետի դիմել։ Եթե երեխան խոզանակելիս երեխայի մոտ կա արյունահոսություն, լնդերի այտուցվածություն, հիպերեմիա, այդ դեպքում նրանք պարտադիր պետք է դիմեն պերիոդոնտոլոգի եւ մանկական ստոմատոլոգի, որպեսզի ախտորոշվի։ Քանի որ շատ դեպքերում նրանք մտածում են, որ դա նորմալ է, որ խոզանակելիս արյունահոսում է լնդերը, բայց դա խոսում է բորբոքային երևույթների մասին եւ դա ճիշտ չէ։ Եվ հասունացման այդ շրջանում շատ հաճախ կարող է բորբոքային երևույթները շատ քիչ դրսևորվեն եւ այնուհետեւ բայց լինի ոսկրային ռեզորբցիա, որը հետագայում բերի նույնիսկ ատամի կորստի։ Եթե նրանք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, հա, նրանք պետք է շատ ուշադիր լինեն նրանց երեխաների նկատմամբ բնականաբար եւ այցելեն տարին 2 անգամ պրոֆիլակտիկ զննումների գնան եւ եթե հայտնաբերվի ռենտգեն պատկերի վրա բնականաբար արդեն կոնկրետ այդ դեպքի հետ կապված կկատարվի լիարժեք բուժում, որպեսզի կանխարգելեն հետագա ատամի կորուստ։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ նշանները չեն նկատել, պրոֆիլակտիկ այցերը օգնության են հասնում, որ արդեն բժիշկը նկատի եւ արդեն դիագնոզի հիվանդությունը։ Էլեն Հայկազնա, արդյոք երեխայի սննդակարգը, սննդային սովորությունները ազդեցություն ունեն բերանի խոռոչի առողջության համար։ Իհարկե ունեն, շատ հաճախ ենք ասում առողջ սնունդ օգտագործել, չօգտագործեն այդ fast food, հա, գազավորված ըմպելիքներ եւ ճիշտ, այսինքն օգտագործեն բանջարեղեն, միրգ, կոշտ սնունդ, որը նույնպես արանքում կարող է կատարել մեխանիկական ատամների մաքրում, որը այն սնունդը, որը հարուստ է վիտամիններով, այո, կաթնամթերք օգտագործեն, ձկնեղեն, բայց ցավոք այսօրվա իրականությունը մենք բոլորս էլ գիտենք, որ երեխաները շատ սիրում են fast food-ը, դա հասկանալով միևնույն ժամանակ պետք է անհատական հիգիենան այդ դեպքում նրանք շատ լավացնեն, բնականաբար խորհուրդ կտամ, որ արանքներում, որ երեխաները միջուտեսներ են անում, դա քչացնեն, քանի որ ինչքան շատ են դա կատարվում, մեր բերանի խոռոչի pH-ը, հա, թքի բավականին իջնում է եւ երկար ժամանակ է անհրաժեշտ, որ վերականգնվի, որպեսզի տեղի չունենա մեր ատամների դեմիներալիզացիան։ Այդ իսկ պատճառով, եթե երեխաները ճիշտ սնվեն, ճիշտ խնամեն ատամները, մենք կխուսափենք տարբեր լնդերի հիվանդությունների զարգացման, կարիեսի առաջացումից, այդ ամեն ինչը փորձենք Այսինքն ոչ միայն կարևոր է թե երեխան ինչ է ուտում, այլ նաև գրաֆիկավորված ժամային սնունդը, երբ է ընդունում։ Մի սնունդից մյուսը ընկած ժամանակահատվածը։ Այո, եթե այդ ժամանակահատվածը մեզ անհրաժեշտ է, որ մեր բերանի խոռոչում pH-ը չիջնի քրիտիկական մակարդակի վրա երկար պահպանվի, այլ բարձրանա նորմալ օպտիմալ մակարդակի վրա եւ մենք չենք ունենա արդեն էմալի դեմիներալիզացիա օրինակ։ Վերջերս բավականին թրենդային է դարձել եւ անընդհատ ռեկլամների միջոցով տարածում են վիտամինային կոմպլեքսներ, ինչ որ հավելումներ եւ հաճախ ծնողները չեն հասկանում դրա կարիքը կա թե չէ եւ մարքեթինգի զոհ դառնալով հաճախ ինչ որ վիտամինային կոմպլեքսներ են երեխաներին առաջարկում տալիս, որի միգուցե կարիքը չի լինում։ Արդյոք պետք է ատամների եւ լնդերի առողջության համար ինչ որ հավելյալ վիտամինային կոմպլեքսներ։ Վիտամինները շատ կարևոր գործոն են մեր օրգանիզմի համար, բայց պետք է նախ ստուգվի երեխան, այնուհետև նոր նշանակվի։ Մեր հասարակությունը ունի սովորություն, այո, հետևել այդ գովազներին եւ գարնան, աշնանը, պրոֆիլակտիկ նպատակներով։ Այո, ես ունեմ շատ ծնողներ, որ մենք պրոֆիլակտիկ պարտադիր կոմպլեքս վիտամիններ ենք տալիս, վիտամին D ենք նշանակում, բայց ես ասում եմ ձեր երեխան բայց ունի դեֆիցիտ այդ վիտամին D-ի կամ այլ վիտամինային կոմպլեքսների, որ դուք նշանակում եք։ Նրանք հարցական նայում են,
են, ասում են դուք պետք է նախ դիմեք բժշկի, ուղարկեն ձեզ անալիզի, հետազոտեն։ Եթե դուք ունեք դեֆիցիտ, ձեր այդ կանխարգելիչ դոզայով նշանակված վիտամին D ոչ մի օգուտ չի տալու ձեր երեխային։ Եթե ունի դեֆիցիտ երեխան, այդ դեպքում հատուկ չափաբաժնով է նշանակվում, որը նշանակում է բժիշկը, այո, որը կտա աստծուցման լիարժեք էֆեկտիվություն կունենա այդ դեպքում։ Վիտամին D-ն այո, շատ կարևոր է ատամների համար, բայց պետք է դա լինի ըստ ցուցումների։ Վիտամին C-ն շատ կարևոր է լնդերի համար, B խմբի վիտամինները, այո, բոլորը շատ կարևոր են, բայց մինչ այդ նշանակելը պետք է անպայման հետազոտվի երեխան։ Եվ եթե հայտնաբերվի այդ հիպովիտամինոզները, նոր այդ դեպքում նշանակվի կոմպլեքս վիտամիններ։ Պրոֆիլակտիկ նպատակով պետք չէ առանց նշանակման այդ վիտամինները խմել։ Եթե ոչ մի խնդիր չկա, ոչ մի գանգատ չկա եւ չեք դիմում բժշկի, որպեսզի հետազոտվեք, թե ինչ հիպովիտամինոզ ունեք, այո, կանխարգելիչ նպատակով կարիք չկա։ Հաճախ հղիները որոշակի հիվանդություններ են տանում, որոշակի դեղորայք են ընդունում հղիության շրջանում։ Խոսենք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ընդունած դեղորայքները եւ հիվանդությունները հետագայում երեխայի ատամների զարգացման վրա։ Եվ հիվանդությունները եւ դեղորայքը բնականաբար ունեն ազդեցություն հղիության ընթացքում դիմացնոտային համակարգի զարգացմանը, ատամների վրա երեխայի շատ ուսումնասիրված է անտիբիոտիկների օգտագործումը հղիության ընթացքում, հիմնականում տետրացիկլինային շարքի անտիբիոտիկները արգելվում են հղիներին օգտագործել, քանի որ 6-8 շաբաթական առաջի տրիմեստրում նամանավանդ սկսում են ձևավորվել կաթնատամային ատամները եւ փորձը ցույց է տվել, որ այդ երեխաները երբ որ ծնվում են, նրանց մոտ առաջանում են տետրացիկլինային ատամներ։ Այլ անտիբիոտիկների կիրառումը հակացուցում չունի հղիության ընթացքում ըստ ցուցումների, եթե հղիին անհրաժեշտ է, իհարկե պետք է օգտագործեն այդ պենիցիլինային շարքի անտիբիոտիկները, որոնք ոչ մի վտանգավոր ազդեցություն չեն ունենա։ Ինչ վերաբերվում է հիվանդությունների, բնականաբար մենք գիտենք, որ նույնիսկ առաջի տրիմեստրի տոքսիկոզը կարող է վատ անդրադարձ ունենա երեխայի ատամների վրա, ել չասած տարբեր վիրուսային հիվանդությունները կամ այլ համակարգի հիվանդությունները, բնականաբար դա ունի ազդեցություն երեխայի ատամնաշարի վրա։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ արդեն 6-րդ տարին է, որ Արմպերոն մասնակցում է, նշում է միջազգային լնդի առողջության օրը Հայաստանում եւ ինչ որ չափով կարծում եմ դա լուսավորչական աշխատանք է իրենից ներկայացնում, մանրամասն ներկայացնում ենք որոշակի վիդեոների միջոցով, որոշակի միջոցառումների, ինչ խորհուրդ կտաք, թե ել ինչ լուսավորչական աշխատանքներ կարող ենք կատարել Հայաստանում, մեր երկրում ել ավելի բարձրացնելու բերանի խոռոչի առողջության մակարդակը։ Շատ ողջունելի է պերիոդոնտոլոգների կողմից կազմակերպված այդ միջոցառումները, դա իհարկե լուսավորչական աշխատանք է, որովհետև դուք նրանց տալիս եք գիտելիք, ինչպես կատարել, ինչ օգտագործել, ինչ մածուկներ, ինչ խոզանակներ եւ ճիշտ տեխնիկա եք սովորեցնում ատամների մաքրման, որը շատ կարեւոր է լնդերի առողջության համար։ Բավականին շատ պետք է զրուցել տարբեր հաստատություններում, ես գտնում եմ, որ շատ կարևոր կլինի, որ մանկաբույժները երեխան, որ ծնվեց ծնողի հետ, նույնիսկ սկսած հղիության ընթացքում նրանք պետք է աշխատեն ծնողի հետ, բացատրել կարևորությունը ատամների հիգիենայի եւ ոնց երեխային տանում են պատվաստումների, այդպես էլ նրանք երեխաներին փորձեն տանեն բժշկի, մանկական ստոմատոլոգի մոտ, որպեսզի ճիշտ նրանց մոտ այդ սովորությունները զարգանա, ինձ թվում է այդ տարիքից երբ որ սկսենք մենք լուսավորչական աշխատանքները ավելի էֆեկտիվ կլինի եւ ավելի լավ արդյունք կունենանք։ Գնում ենք մանկապարտեզներ, դպրոցներ, բայց միևնույն ժամանակ ծնողը պետք է նա է հետևում այդ մանկապարտեզի երեխայի ճիշտ հիգիենայի, ցուցումներ ծնողներին տալ, թե ինչպես հետագայում, այո, արդեն այսինքն հղիության շրջանից պետք է մանրամասն բացատրել ծնողին հետագա իր քայլերը այդ մասով։ Եվ հղիության ընթացքում իր կատարած ճիշտ հիգիենան, դա կոչվում է անտենատալ կանխարգելում, որպեսզի երեխայի մոտ ամեն ինչ նորմալ լինի։ Եվ իր հիգիենան բնականաբար շատ լավ արդյունք է ունենալու հետագայում երեխայի առողջության համար։
Էլեն Հայկազմնա, շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի եւ ձեր մեծ փորձով կիսվելու համար։ Կարծում եմ, որ բավական ինֆորմատիվ զրույց ունեցանք։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի էր